Այդպես էլ Դավիթ Համբարձումյանին չտեսան օդանավակայանում հավաքված նրա հարազատներն ու աջակիցները։ Երեկոյան հենց ինքնաթիռի դռան մոտից նրան դիմավորեցին իրավապահ մարմինները ուղեկցելու կալանավայր։ Դատարանի մուտքի մոտ երրորդ նախագահն է անդրադարձել թեմային։ Ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել կապված Դավիթի կողմից հանցավորվողության հետ։ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ գործը հարուցվել էր դեռ 2018-ին ցուցարարների հանդեպ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Հիմա նա պատիվ ունեմ խմբակցության իմպիչմենտի թեկնածուն է։ Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նաև դրանով է պայմանավորում թե դատավճռի բնույթը, թե ազատազրկման ժամանակահատվածը։ Այդ գործը քննվում է 7 տարի 18 թվականից մինչ օրս։ Հանկարծակի որոշեցին հիմա վճիռ կայացնել։ Դա մեկ։ Երկրորդ, այդ գործով այլ պատժի ենթարկված մարդիկ չկան, այսինքն ինքը կազմակերպիչ են փորձում իրան վերագրել, բայց իրականացնող որպես այդպեսի որևէ գործընթացում չի երևում։ Իշխանական падգամավոր Ալխաս Ղազարյանի կարծիքով էլ դատավարությունները երկար են տևում Հայաստանում, երբեմն նաև հանրության աչքերում խամրեցնելով արդարադատությունը։ Մենք էլ ենք բողոքում, որ օրինակ դատական գործերը բավականին երկար են տևում ու գրեթե բոլոր այսպես բյուջեի քննարկումներին եւ այլն ամեն հնարավոր հարթակով փորձում ենք այնպես անենք օրենքի նախագծերը, որ այդ դատական գործունեությունները ինչը որ նախաքննական փուլն է իր մեջ ներառու դատերը հաճախակի լինեն, պատշաճ ընթացք ունենան եւ ճիշտ ժամանակին ավարտվեն։ Դավիթ Համբարձումյանի աջակիցները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը։ Ընտանիքի անդամների հետ կապ հաստատել չստացվեց։ Երեք Զվարթնոցում լրատվամիջոցների հետ խոսել էին, այսօր չցանկացան։ Զվարթնոցում էր նաև պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ասում է 10 ավտոբուս ոստիկան է հաշվել այնտեղ։ Քարոզչական ուղեկցումը, որ իրականացնում են այս անգամ ընդ որում Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի մակարդակով, հա, այսինքն երեսփոխանների եւ արժանախագահի աթոռի նստածի մակարդակով բացարձակ հայտարարություն էր, որովհետև իրանք հրապարակում էին կադրեր, որոնք այս քրեական գործի հետ բացարձակ կապ չունեն, որտեղ Դավիթ Համբարձումյանը չի եղել եւ այլն, այսինքն քարոզչական ասպեկտն էլ անհրաժեշտ հաշվի առնել։ Նոր պաշտպանվելու ձև են գտել, երբ որ մարդն ունի քրեական ինչ-որ հոդված իր վրա, այդ մարդուն առաջադրում են հնարավոր ամենաբարձր պաշտոնին, որ հետո ցույց տան, վայ, հարայ, հասեք, այս մարդուն քաղ բանտարկյալ է, քաղ հալածյալ է։ Ալխաս Ղազարյանը այն վարկածն է առաջ քաշում, որ քրեական գործերի արկայության դեպքում մարդիկ քաղաքականություն են մտնում դրանց այլ երանգ տալու համար։ Չնայած Դավիթ Համբարձումյանը շուրջ 10 տարի է համայնքապետ է։ Reopen-ը շրջել է Մասիսում հասկանալու ինչ կարծիք ունեն քաղաքացիները նրա պաշտոնավարման մասին։ Ամեն ինչը կարգ ու կանոնով սարքած, պատրաստված, ժողովուրդը հիանում են իր կատարած աշխատանքով։ Լավ սարքել է մեր ասֆալտները, մեր փողոցները մաքրում ենք։ Շատ գոհ ենք։ Կուզենք, որ ինքը ազատության մեջ լինի։ Դավիթ Համբարձումյանը այս մեռած Մասիսը հարություն տվեց։ Ըստ իշխանական падգամավորի քաղաքական մեկնաբանության, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հրապարակումն ու կալանավորումը ևս իրավական համակարգը քաղաքական երանգավորելու խնդիր էին լուծում։ Ասում է կալանավորվածը իրավաբան էր ու գիտեր գլխի գալիքը։ Վերջին օրերին Կոչուբաևի եւ Համբարձումյանի գործերը ամենակննարկվածներից են, բայց միակը չեն։ Օրինակ Միքայել arczepiskopos Աչապահյանը դատապարտվեց ազատազրկման ռազմական հեղաշրջման կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Բագրատ Գալստանյանը կալանավորված է բռնի հեղաշրջում իրականացնելու մեղադրանքով։ Չնայած հրապարակված ապացույցներից որոշները 1 տարվա վաղեմության էին։ Վերջերս նաև կալանավորվեց ընդդիմադիր համայնքապետ Վարդան Ղուկասյանը, նա մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ։ Սամվել Կարապետյանը կալանավորված է եկեղեցու վերաբերյալ իր դիրքորոշումն ասելու համար։ Մկրտիչ arczepiskopos Պրոշյանն էլ կալանավորվեց Տեր Արամի կամ Ստեփան Ասատրյանի հայտարարությունից հետո, թե վերադասը իրեն ստիպել է ցույցի գնալ։ 2020 թվականի հունիսի 5-ին Գագիկ Ծառուկյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղխորհրդի նիստում հանդես եկավ խիստ քննադատական ելույթով, հայտարարելով, որ կառավարությունը ձախողել է բոլոր ոլորտները եւ պահանջեց կառավարության 100%-ի հրաժարականը։ Այդ ելույթից անմիջապես հետո իրավապահ մարմինները ակտիվացրին նրա դեմ առկա քրեական գործերը։ Հունիսի 16-ին ազգային ժողովը նրան զրկեց անձեռնմխելիությունից եւ նա ձերբակալվեց։ 2020 թվականի նոյեմբերի 14-ին ձերբակալվեց Արտուր Վանեցյանը։ Ձերբակալությունն ուղիղ կերպով կապվեց նրա ակտիվ ընդդիմադիր գործունեության եւ հայտարարությունների հետ։ Դատարանը սակայն նրա ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ։
իշխանության յուրացման եւ վարչապետի սպանության նախապատրաստման մեջ կասկածվող ԱԱԾ նախկին պետը այժմ քաղաքական հայտ է ներկայացնում իշխանություն ստանալու համար։ 2020 թվականի դեկտեմբերին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր այցելել Սյունիքի մարզ, Գորիսի համայնքապետ Արուշ Արուշանյանը Facebook-յան իր էջում հրապարակային կոչ արեց սյունեցիներին փակել մարզի մուտքը եւ թույլ չտալ վարչապետի այցը։ Կոչից ժամեր անց ուշ գիշերով նա ձերբակալվեց իր տան մոտից։ Նրան մեղադրանք առաջադրվեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու հոդվածով։ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած թիմ ընտրություններում Ամիկոն Ասլանյան դաշինքը ստացավ ամենաշատ ձայները Վանաձորում, առաջանցնելով իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Սակայն դաշինքի ղեկավարը չհասցրեց վերընտրվել քաղաքապետ, քանի որ ձերբակալվեց։ Նրան մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Ընդդիմությունը մի քաղաքականություն է որդեգրել, ում ինչ լինում է, փաթեթավորում են որպես քաղաքական հետապնդում, ցույց տալու համար, որ Հայաստանի Հանրապետությունում կան քաղբանտարկյալներ կամ քաղաքական հալածյալներ։ Սիմոն Հովանիսյան, Աննա Հարությունյան, Վարդան Պողոսյան եւ Գևորգ Սյանոսյան, Reopen Media։